Ես ինչ էի գրել։ Ես գրել էի ժողովուրդ, հիմա ավելի պարզաբան եմ։ Քանի որ մարդիկային արձագանքելն են, ստեղ նաև այդ հարգելի գործընկերներին։ Իմ ասածը անցյալի մասին չէր, իմ ասածը ապագայի մասին էր։ Ես ասում եմ ժողովուրդ, 2021 թվականին ամենևին ոչինչ չէր խոսում ընտրությունների մասին։ Այսինքն հանգիստ չէ, բավական լուրջ ընդդիմադիր շարժում կար փողոցում, որի հետ դժվար էր լուծումը գտնել, ոնց էին լուծումը գտնելու, հանրության շատ լուրջ մաս հակա իշխանական էր, որում շատ-շատերը հետո նկարներ ջնջեցին, գնացին, ցեցին, պայմանավորվեցին եւ այլն եւ այլն։ Շատ ավելի լուրջ հատված, քան հիմա։ Եվ մեկ էլ մի օր երկրորդ նախագահը խոսում է ընտրությունների մասին, այդ իր հայտնի կրելու ենք։ Այսինքն սա ոչ թե այն վիճակներ, որ ինչ որ հերթական ընտրություններ, ինչ որ մեկը ասեց ես հաղթելու եմ, որպեսզի ոգևորեր, չէ, մարդը իր վրա պարտավորություն վերցրեց։ Ասեց ոնց էլ լինի, ես հարցը լուծելու եմ։ Եվ ընտրություններից հետո անգամ հետընտրական չեղավ, իսկ իմ համար ամենա ցավալին ու այն, որ ասում եմ, ես խաբված եմ զգում, այն էր, որ դա չներկայացվեց որպես պարտություն, այլ ներկայացվեց որպես հաղթանակ։ Բա հաղթում են նրանք, ովքեր պարլամենտ են անցնում, ով ասում, որ չենք հաղթել։ Հիշում ես ժամանակ Այստեղ մի հատ կներես ավարտեմ։ Ես ինչի եմ դրա մասին գրել, որտեվ ես երկրորդ անգամ նույն գետը չեմ ուզում մտնել, նույն պատմությունն է։ Տարի 3 ամիս առաջ ընտրությունների մասին ինչի են խոսում։ Ինչի են խոսում մի տարի 3 ամիս առաջ ընտրությունների մասին։ Այն դեպքում, երբ որ Նիկոլի ռեյտինգն էլ ամեն ինչ դեռ գահավիժում էր։ Հիմա ընտրությունների մասին խոսալով, այս արհեստական դիսկուրսը ես իրավունք չունեմ չուզենալ, որ Նիկոլը 26 թվականին վերարտադրվի։ Ունեմ, չէ՞ իրավունք։ Ես իրավունք չունեմ հայտարարեմ դրա մասին, որ ես չեմ ուզում որ դա։ Եվ իրավունք չունեմ քննադատեմ, ասեմ, որ այս ճանապարհը սխալ է ճանապարհը։ Սա նշանակում է Նիկոլին մի տարի 3 ամիս եւս ժամանակ են տալիս, փորա են տալիս, որս ընթացքում ուրեմն քանդի երկիրը, ծախի, չգիտեմ, հանձնի թուրքերին եւ այլ եւ այլ եւ այլ։ Սա է դա նշանակում հիմա ընտրությունների մասին խոսելը։ Ես տենց եմ ակալում այս ամենը։ Եթե 21 թվականին չստացվեց, ընդ որում չընդունվեց, չպարզաբանվեց այդ ամեն ինչը։ 21 թվականին չստացվեց։ Այդքան մեծ հեղինակություն ունեցող մարդ պարտավորություն ստանձնեց, ասեց ժողովուրդ, եկեք գնանք ընտրական ճանապարհով, որովհետև սա է լուծումը, որովհետև այնտեղ փողոցի տարբերակը կար։ Փողոցը փակվեց, դրա փոխարեն գնացին ընտրական ճանապարհով եւ շատ վատ արդյունքներ եղան։ Դրանից հետո փոխանակ, օրինակ, ես ու դու եւ չգիտեմ մեր քաղաքացիները հիշում են թե չէ։ Մենք մեր մի քանի այլ գործընկերների հետ ընտրությունների վերահսկման կոմիտե ենք անում։ Ամեն օր խայտառակ խախտումներ ենք ի հայտ բերում։ Փոխանակ ընդդիմությունը, մասնավորապես այն թևը, որը որ պարտավորվել էր հաղթել, այդ դա վերցներ եւ ասեր ժողովուրդ ընտրությունները կեղծված են, այսպես բաներ են արել, մարդկանց կաշառել են, բան են արել, պետական բյուջեից ինչ որ վճարումներ են արել, հիշում ես, այդպես բաներ ենք մենք բացահայտում։ Պետական բյուջեից ինչ որ միանգամից։ Դրա փոխարեն ասեցին, չէ, ժողովրդի ընտրությունն է եւ վերջ, գնացեք տներով, մենք էլ հաղթել ենք, չենք պարտվել։ Բայց ես իրավունք չունեմ իսկ խաբված գալ։ Նիկոլը շատ լավ հասկացել էր դեռ 18 թվականին, որ Հայաստանում իշխանությունն է հաղթում ուրեմն ընտրություններում։ Եվ դրա համար նա սկզբում վերցրեց իշխանությունը, հիշում ես։ Գործադիր իշխանությունը։ Գործադիրը, այո, գործադիրը։ Դարձավ վարչապետ, որոշակի փոփոխություններ արեց իշխանության մարմիններում, մասնավորապես ուժայիններում, մասնավորապես լրատվական բլոկում, եւ հանգիստ գնաց ընտրությունների։ Այսինքն այդքան բարձր ռեյտինգ ունենալով այդ ժամանակ արի հերքեք, որ այդ ժամանակ բարձր Նիկոլը։ Իհարկե։ Էլինա վախենում էր, որ առանց այդ մեխանիզմների, ես գիտեմ, որ այդ ժամանակ էլի քրեական հեղինակություններ են խաղացրել, այդ ժամանակ են ուրեմն ընտրակաշառքներ բաժանել, հա, իշխանությունները։ Նա հասկանում էր, որ առանց այդ մեթոդների չի կարող ինքը ընտրություններում հաղթել։ Եկեք հասկանանք, որ ընտրություններում խախտումներ կարող անի միայն իշխանությունը։ Պարզապես անդիմությունը դրա լծակները չունի, հասկանում ես։ Հիմա ուրեմն ինչ էլի ուզում են գնալ Նիկոլը նորից խախտումներ անի։ Եթե մենք մի անգամ այդ ճանապարհը անցել ենք եւ ոչ թե հաջող չի եղել, այլև ողբերգական ավարտ ա ունեցել։ Ընդ որում ողբերգական ավարտ ա ունեցել ոչ միայն նրանց համար, ովքեր պարտավորվեցին, որ հաղթելու են, այլ բոլորիս համար։ Ինչի պետք է ես երկրորդ անգամ այդ տարբերակին վստահեմ եւ
առնվազն հրապարակային դաշտում իմ անհամաձայնությունը չհայտնեմ, որ ասեմ ժողովուրդ, այդ չի հարցը ով է Նիկոլին բերել, եկեք հիմա վաղվա մասին մտածենք, մեզ ոնց որ տանում են նորից նույն ճանապարհով ու դա համարել, տենց, չգիտեմ,